Բարձր սիրելի հեռուստադիտողներ, եթերում է պատմության խորհուրդը հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք հայ եկեղեցու եւ առհասարակ հայոց պատմության ամենանվիրական թեմաներից մեկի մասին՝ հայ եկեղեցու դերը մայիսյան հերոսամարտերում։ 1918 թվականի սկզբից բավական վտանգավոր իրավիճակ է ստեղծում Հայաստանում։ Դեռևս 1917 թվականին ռուսական բանակը հասել էր Արևմտյան Հայաստանի գրեթե կեսին, այսինքն նրանք ռուսական կայսրությունը Օսմանյան կայսրությունից կարողացել էր գրավել, զբաղեցնել Արևմտյան Հայաստանի մոտ կեսը։ Եվ երբ Ռուսաստանում իրար հետևից երկու հեղափոխություններ եղան եւ ի վերջո հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին աշխարհամարտից, թուրքական բանակը բանակցությունների անհաջող ընթացքից հետո 1918 թվականի հունվարի 28-ին օգտվելով նրանից, որ Ռուսաստանը միակողմանի խաղաղության օրակարգ էր որդեգրել, հարձակման անցավ Արևմտյան Հայաստանում։ Նրանք ընդամենը 2 ամսում մինչև ապրիլի 1-ը զբաղեցրին Արևմտյան Հայաստանի այն տարածքները, որոնք կորցրել էին առաջին աշխարհամարտում։ Այնուհետև ապրիլի 1-ից նրանք անցան հարձակման արդեն Արևելյան Հայաստանի հատված, զբաղեցրին Կարսի մարզը մինչև ամսվա վերջ եւ հայտնվեցին արդեն Ախուրյան գետից դեպի արևելք։ Մայիսի 15-ին թուրքական բանակը զբաղեցնում է Ալեքսանդրապոլը, Գյումրին, եւ այդտեղից երկաթուղու գծի երկայնքով շարժվում են ուղիղ դեպի հարավ Արարատյան դաշտ, այդտեղից վտանգ ստեղծելով Երևանի եւ Սուրբ Էջմիածնի ուղղությամբ։ Մյուս կողմից թուրքական բանակը շարժում է դեպի արևելք, նաեւ Ալեքսանդրապոլից շարժում է երկաթուղու մյուս հանգույց դեպի, այսինքն Վանաձոր, Ղարաքիլիսային ժամանակ կոչվող, եւ այդտեղից դեռևս Սպիտակի ուղղությունից ճյուղավորվելով հարավ դեպի Երևան շարժվում է նաև Ապարանի ուղղությամբ։ Փաստորեն ստացվում է, որ թուրքական բանակը մտածել էր Երևանի եւ Սուրբ Էջմիածնի ուղղությամբ շարժվել երկու ուղղություններով։ Մեկը Արագած լեռը շրջանցելով արևելքից Ապարանի ուղղությամբ էր իջնելու, այսինքն Քասախ գետի երկայնքով էին իջնելու, մյուսը Երևանի ուղղությամբ պետք է շարժվեին արդեն երկաթուղու երկայնքով Արագած լեռը շրջանցելով արդեն արևմուտքից, այսինքն Ախուրյան գետի երկայնքով պետք է իջնեին հարավ դեպի Արարատյան դաշտ։ Եվ այսպիսով արդեն մայիսի 21-ին թուրքական բանակը գրավում է Սարդարապատ կայարանը Արարատյան դաշտում, երկաթուղային կայարան էր, որից հետո արդեն դեպի Էջմիածին եւ Երևան ճանապարհը ուղիղ դաշտով, բաց դաշտով ընդամենը մի քանի օրվա հարց էր։ Եթե մինչ այդ թուրքական բանակի զորաշարժի ինտենսիվությունը դիտարկում ենք, թուրքական բանակը Երևանում պետք է լիներ մոտավորապես 2-ից 3 օր անց։ Այսինքն անհրաժեշտ էր արագ կազմակերպել ճակատամարտ եւ կանգնեցնել Օսմանյան բանակի առաջխաղացումը։ Այստեղ իհարկե կարևոր է թե ինչ դիրք կբռներ ռազմաքաղաքական ղեկավարությունը, հիշեցնեմ մենք դեռևս պետություն չունեինք եւ առաջին հանրապետության ձևավորման դեռևս ընթացքն է։ Եվ փաստացի իշխանությունը իրականացնում է Արամ Մանուկյանը, ով Երևանի հայոց ազգային խորհրդի կողմից ընտրվել էր իբրև դիկտատոր, դեռևս մարտի 24-ից, ժամանակավորապես արտակարգ լիազորություններ ուներ եւ ռազմաճակատը ղեկավարում էր կոնկրետ Երևանյան զորախմբի ուղղությամբ, իհարկե գեներալ Մովսես Սիլիկյանը։ Սուրբ Էջմիածնի գրավման վտանգը ստիպում է ռազմաքաղաքական ղեկավարությանը առաջարկով դիմելու ամենայն հայոց կաթողիկոսին։ Այդ ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսն էր Գևորգ 5-րդ Սուրենյանցը։ Նա հենց այն մարդն էր, ով վերաբացել էր երկարատև ընդմիջումից հետո հայկական հարցը իբրև միջազգային հարաբերությունների օրակարգի հարց դեռևս 1912 թվականի աշնանը։ Նա այն մարդն էր, ով տեսել էր ցեղասպանություն եւ այդ զրկանքների շրջանում հենց նա էր, որ առաջինը հոգացուն էր դրսևորել հայ որբերի նկատմամբ, ովքեր կորցրել են իրենց ծնողներից թուրքական եղեռնագործության արդյունքում։ Եվ այս անձնավորությունը խստորեն դատապարտում է իրեն ուղղված կոչը, որ պետք է հեռանա Մար տաճարը եւ Սուրբ Էջմիածինը եւ պատասխանում է, որ ինքը ոչ մի դեպքում չի հեռանալու այնտեղից։ Խնդրեմ մեջբերեմ նրա խոսքից մի հատված, որ դիմել է ներկաներին եւ մարտակոչ է արել եւ այդտեղից պետք է սկսել մեծ բեկումը։ Ոչ եւ ոչ, 1000 անգամ ոչ։ Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդված մայրաթոռը։ Ես չեմ հեռանա հայոց առաքելական եկեղեցու օջախից։ Եթե հայոց զինվորությունն ու ինքը հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն լինի փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստեղ
Շեմի վրա մայրաթոռի, որի գահակալի պատիվն ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ եւ Աստծո ողորմածությամբ։ Նա այս խոսքը շարունակում է եւ հիմնավորում է, որ պետք է այս սրբությունը հայկական ինքնության հիմքը հանդիսացող մայր տաճարը պահպանել եւ նաեւ իր խոսքում նշում է մի շատ կարեւոր հանգամանք, չէ՞ որ իջման սեղանը հենց այստեղ է եւ փաստացի, եթե մենք նայում ենք պատմական սրբազան ավանդությանը, հենց սա միակ վայրն է, որ Հիսուս Քրիստոսը եղել է Հայաստանի տարածքում, այսինքն եթե մենք Գրիգոր Լուսավորչի տեսիլքն ենք նկատի առնում, որով մայր տաճարի կառուցումը պետք է սկսվեր, այսինքն Հիսուս Քրիստոս իջնում եւ ցույց է տալիս ոսկե մուրճով այն վայրը, որտեղ պետք է կառուցվի մայր տաճարը եւ թե ինչ տեսք պետք է այն ունենա, ստացվում է, որ սա միակ վայրն է, որտեղ եղել է Հիսուս Քրիստոս, եւ արդյոք այս սիմվոլիզմ գաղափարաբանություն ունեցող վայրը կարելի է հանձնել թուրքական բանակին։ Իհարկե ոչ, եւ հենց այս գաղափարաբանությունն էլ պետք է բեկման սկիզբը լիներ։ Ավելին, Գեորգ 5-րդ կաթողիկոսը ոչ թե պարզապես ինչ-որ կոչ է անում, ինչ-որ պոպուլիստական հնար, որ կարող էր այսօր այդպես մեկնաբանվել, այլ անցնում է գործնական քայլերի։ Նրա մոտեցումը շատ հստակ էր։ Գևորգյան ճեմարանի շենքը տրվել էր իբրև հայկական բանակի համար գլխավոր շտաբի շենք։ Այդտեղից էին տրվում ռազմաճակատի բոլոր հրամանները, այդտեղ էին գտնվում բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները։ Բացի այդ, նա վեհարանը փաստացի դարձրել էր եւ միաբանական շենքերը ոչ միայն որբանոց իբրև ցեղասպանությունը վերապրածների համար, այլ նաև ռազմական հոսպիտալի էր վերածել ամբողջ մայրաթոռի ենթակառուցվածքային համակարգը։ Ստացվում է, որ այս ամենով հանդերձ այս ամենը կարելի էր հանձնել, իհարկե ոչ, չէր կարելի հանձնել։ Եվ հենց օրհնությունը Սարդարապատի ճակատ մեկնող զինվորների պետք է կատարվի մայրաթոռի բակից։ Համապատասխան լուսանկարը նույնպես արկա է, որտեղ երևում է ինչպես են միաբանները օրհնում։ Եվ հաջորդ կարևոր հանգամանքը կաթողիկոսը անմիջապես ռազմաճակատ է ուղարկում կուսակրոն հոգևորականներին։ Ձևավորվում են մահապարտների առաջին խմբերը, եւ այստեղ շատ խորհրդանշական կերպար է մեջտեղ գալիս Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, նաև նրա հետ է Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայանը, եւ այս անձնավորությունները փայլուն կրթություն ունեին։ Պարզապես կարելի է ուղղակի հիանալ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի կենսագրությամբ, նա հետագայում պետք է դառնա Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոս, նա փայլուն կրթություն էր ստացել Գերմանիայում, պաշտպանել էր դոկտորական ատենախոսություն, բազմաթիվ հայագիտական երկերի հեղինակ է, լեզուների էր տիրապետում եւ կարող էր ասել, ես պարզապես չեմ զբաղվում այսպիսի գործունեությամբ եւ քաշվեր մի կողմ, բայց նա նախընտրեց կատարել հայրենիքի առջև դրված իր պարտքը եւ մեկնեց ռազմաճակատ, անմիջապես 3 վարդապետների գլխավորությամբ ձևավորվեց նաեւ մահապարտների մոտ 500 հոգանոց խումբ, որտեղ ընդգրկվեցին նաև այլ հոգևորականներ եւ նրանք առաջինն էին, որ մեկնում էին ռազմաճակատ։ Սա իհարկե հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում ժամանակաշրջանի հայության մտածողության վրա։ Հաջորդ կարևոր քայլը, որ պետք է բոլոր բնակարարին ոտքի հաներ, կաթողիկոսը հորդորում է հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը։ Անդադար։ Սա պետք է արթնության կոչ լիներ, որովհետև այն ժամանակ հայկական համայնքների, այսինքն բնակավայրերի միջուկը հենց եկեղեցին էր, օրվա ռիթմը որոշում էր եկեղեցով։ Զանգը հնչում էր, գնում էին ժամերգության, հետո գնում էին հանդ աշխատանքի, հետո երեկոյան ժամերգությունը կարծեք կոչ լիներ, որ պետք է ավարտել աշխատանքը, գնալ ժամերգության եւ դրանից հետո արդեն գնալ հանգստի դեպի տուն։ Այսպիսով ստացվում է, որ եկեղեցու զանգը այժմ էլ տալիս էր մարտակոչ եւ նաեւ կարևոր ուղերձ էր հղում հայկական կյանքը ցեղասպանության արհավիրքից հետո բազմաթիվ տարածքների կորստից հետո այնուամենայնիվ չէր ավարտվել եւ անհրաժեշտ էր բեկում մտցնել։ Եվ սա նաեւ Օսմանյան բանակի վրա բացաբար էր ազդում հոգեբանորեն։ Դեպքեր են արձանագրվել, նույնիսկ փորձել են հրանոթով եկեղեցու զանգակատուն ուղակի հողին հավասարեցնել, որպեսզի այդ զանգը իրենց նյարդերի վրա չազդի։ Եվ ստացվում է հոգեբանական այս կարևոր հնարը եւ նաեւ գործնական քայլերը նպաստեցին, որպեսզի բեկումը սկսվի։ Ինչպես հայտնի է, Սարդարապատի ճակատամարտում հայկական բանակը փայլուն հաղթանակ է տարել եւ հետագայում արդեն Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը իր գրքում նշել է շատ կարևոր խոսքեր, օրինակ նույն Գարեգին
եպիսկոպոս Հովսեփյանի հասցեին։ Նշել է, որ նա կարծեք լիներ Ավարայրի Ղևոնդ երեցի նմանողությամբ Սարդարապատի Ղևոնդ երեցը։ Շրջում էր զորքին գոտ է պնդում, հոգեբանորեն ամրապնդում եւ մղում հերոսականության։ Վերադառնալով Գևորգ 5-րդին, այստեղ կարող ենք անպայման նշել այն հանգամանքը, որ նա մարտակոչի ուղարկելիս, ժողովրդին մարտակոչով դիմելիս, անպայման նշում էր, որ անհրաժեշտ է հաղթանակը, այլընտրանք չի կարող լինել, որովհետև այլընտրանքի պարագայում կորսվելու է ամեն ինչ, ուղղակի կփակվեր հայոց պատմությունը եւ կավարտվեր այն ընդհանրապես։ Հայ եկեղեցու դերը մայիսյան հերոսամարտերին չի սահմանափակվում միայն Սարդարապատով։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ Գևորգ 5-րդը առհասարակ կարողացավ սթափեցնել ռազմաքաղաքական ղեկավարությանը, եւ այն առաջնորդությունը, որ ստանձնեց Արամ Մանուկյանը, եւ այն ռազմական փայլուն տաղանդը, որ դրսևորեց Մովսես Սիլիկյանը, հնարավոր եղան միայն հենց նրանց մտքերում Գևորգ 5-րդի կողմից մտցված փոփոխության շնորհիվ։ Այսինքն սթափության կոչ էր նախ եւ առաջ նրանց, որպեսզի անցնեն կոնկրետ գործողությունների։ Մյուս կողմից պետք է նշել, որ հայ հոգեորականները մեծ դեր են խաղացել օրինակ Ապարանի եւ Վանաձորի հերոսամարտերի պարագայում։ Այստեղ նախապատրաստությունը, որ կանոնավոր զորքը անցնի գործողությունների, իրականացրել են հենց տեղերում հայ հոգեորականները։ Ապարանի մատույցներում ինքնապաշտպանություն են կազմակերպում Տաճատ եւ Հովանես քահանաները տեղի հայ բնակչության գլխավորությամբ, եւ հենց այս նախապատրաստության արդյունքում է, մինչ կանոնավոր զորքերը որ հասել էին, թուրքական բանակը չի կարողանում իր առաջխաղացումը զարգացնել։ Կանոնավոր զորքի ճակատամարտից առաջ նախապատրաստական զգալի աշխատանք էր կատարել եկեղեցին նաև Ղարաքիլիսայի ուղղությամբ, այսինքն ժամանակակից Վանաձորի ուղղությամբ։ Այստեղ մասնավորապես Դարպաս գյուղում տեղի քահանա Տեր Կոմիտաս Սարգսյանը կազմակերպում է գյուղի ինքնապաշտպանությունը եւ զգալիորեն դանդաղեցնում են թուրքական բանակի առաջխաղացումը։ Բացի այդ, այստեղ հայ կամավորական շարժման կազմակերպիչներից զգալի աշխատանք էր տարել ժողովրդի շրջանում կամավորությունը գոտեպնդելու եւ մեծապես այդ միտումը ամրապնդելու ուղղությամբ Մեսրոպ arczepiskopos Տեր Մովսիսյանը։ Ստացվում է, որ բոլոր ուղղություններով հայ առաքելական եկեղեցին թե ինստիտուցիոնալ առումով կենտրոնից, այսինքն Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, եւ թե տեղերում իբրև համայնքային առանձին կառույց, տվյալ բնակավայրի իբրև միջուկ յուրաքանչյուր եկեղեցու քահանան կազմակերպում է ինքնապաշտպանություն։ Եվ ստացվում է, որ թե հոգեբանական բեկումը եւ թե գործնական քայլերի իրականացումը սկսվում է հենց եկեղեցու հովապետի Գևորգ 5-րդ ամենայն հայոց կաթողիկոսի անկոտրում կամքից։ Այսպիսով հայ եկեղեցին մայիսյան հերոսամարտերի կազմակերպման նախապատրաստման գործում ունեցել է չափազանց մեծ դերակատարություն եւ չմոռանանք, որ հայկական բանակը այդ հերոսամարտերից երկուսում Ապարանում եւ Սարդարապատում կերտել է փառավոր ուղի եւ հաղթանակով է ավարտել ճակատամարտը։ Համաձայն հենց այն պատգամի, որ դեռևս Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հնչեցրել էր Գևորգ 5-րդ կաթողիկոսը եւ իր օրհնությունն էր շնորհել ճակատամարտի դաշտ մեկնող հայորդիներին։ Այդ հաղթանակը երաշխավորեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, այսինքն դարերի ընդմիջումից հետո հայոց հողի վրա վերականգնվեց հայկական պետականություն, եւ այդ պետականությունը սկսվեց փաստորեն հենց եկեղեցու կողմից սթափեցնող եւ գործնական քայլերի շնորհիվ։ Իսկ այսօր մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ Պատմության խորհուրդը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։